Մրգային շատ համեղ եւ թեթև թխվածք ենք պատրաստում։ Այս համեղությունը պատրաստելու համար մեզ հարկավոր է հավկիթները հարել, ավելացնել շաքարավազ եւ 1 պտղունց աղ։ Լցնում ենք փխրեցուցիչ կամ սոդա եւ մաղի միջոցով անցկացնում ենք ալյուրն ու կակաոն։ Բոլոր չափաբաժինները կգտնեք տեքստի մեջ։ Ավելացնում ենք բուսայուղ եւ նախորդ տաքացված թավայի մեջ թխում ենք մեր բլիթները։ Սովորականից մի փոքր հաստ պետք է անել։ Ստացանք այսպիսի ախորժելի բլիթներ, իսկ հիմա պատրաստում ենք կրեմ։ Սերուցք եւ խտացրած կաթ միասին հարում ենք, ավելացնում ենք շաքարի փոշի եւ դասական համեղ կրեմը պատրաստ է։ Անցնում ենք տորթը հավաքելուն։ Իսկ դու բաժանորդագրվիր իմ ալիքին, որ բաց չթողնես հետագա արագ եւ համեղ բաղադրատոմսերը։ Բլիթ, կրեմ եւ մրգերի վրա ավելացնում ենք նուտելայով պատված բլիթի 1 թերթիկ եւ կրկին հավաքում ենք բլիթ, կրեմ, մրգեր։ Ես օգտագործել եմ ելակ բանան տարբերակը։ Կրկին նուտելայով բլիթ, վրան դնում ենք ու շերտերը շարունակում այնքան մինչև ավարտվեն։ Այսպես ավելորդ մասը վրա ենք բերում եւ զարդարում ըստ ձեր ցանկության։ Ուղարկում ենք սառնարան ամենաքիչը 3-ից 4 ժամով, որից հետո վայելում այս համեղությունը։ Ամառային համեղ, թեթև եւ շատ գեղեցիկ կտրվածքով տորթ։ Բարի ախորժակ։